Ողջույն, սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզ լրատվականի եթերում մենք հաղորդաշարն եմ։ Եթե ուզում ես հիմնովին կործանել որևէ երկիր, ապա ոչնչացրու նրա ազգային մշակույթը։ Ահա այս ծրագրով, այս գործելավոճով է առաջնորդվում հարևան ցեղասպան պետությունը Ադրբեջանը։ Սեփական մշակույթը չունեցող այս մեկդարյա արեստածին պետությունը այսօր անխնա ոչնչացնում է մեր հայրենիքի, հայկական Արցախի մշակույթը, մեր պատմությունը, մեր 5000-ամյա ժառանգությունը։ Հայի հետքը ուղղակիորեն ջնջվում է հայկական Արցախում։ Ադրբեջանն իր ցեղասպանական քաղաքականությամբ հաստատում է, որ այս պայքարը արժեհամակարգային պայքար է, որ սա ուղղակի տեսակների պատերազմ է։ Հյուրս այսօր հայկական լեռնաշխարհի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն է։ Շնորհակալ եմ, պարոն Ավանեսով, հրավերս ընդունելու համար եւ եկեք վերուշ ապրենք։ Պարոն Ավանեսով, ուղիղ 4 տարի առաջ այս օրը հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորեց Շուշի քաղաքը, մեր բերդաքաղաքը եւ հարվածը ուղղակիորեն ուղղված էր մեր եկեղեցուն Սուրբ Ամենափրկչին եւ ես կխնդրեմ ձեզ պատմեք այդ օրը ինչ տեղի ունեցավ Շուշիում որպես ականատես, որպես արցախցի, ինչ իրավիճակ էր այդ օրերին մեր բերդաքաղաքում, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանահաբեկչական տանդեմը վերսկսեց լայնածավալ պատերազմը Արցախի դեմ, առաջին իսկ օրվանից այդ ահաբեկչական տանդեմի թիրախում եղել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հայկական բնակավայրերը, մայրաքաղաք Ստեփանակերտից սկսած Շուշիով եւ այլ բնակավայրերով ավարտված։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նույն օրը 2 անգամ ճշգրիտ զենքի կիրառմամբ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա այն պարագայում, երբ որ եկեղեցու մերձակայքում բնակելի ենթակառուցվածքներից բացի որևէ այլ շինություն, որը կնմանեցվի ռազմական օբյեկտի կամ որևէ այլ կառույցների, որը ռազմական բնույթ է կրում, ընդհանրապես առկա չէ։ Ավելին եկեղեցու տարածքում բացի քաղաքացիական անձանցից, ովքեր որ նաև եկեղեցուն ներքևի հատվածում պատասպարվում էին ադրբեջանական այդ ռմբակոծություններից, այլ անձիկ չկային։ Այսինքն խաղաղ բնակիչներին եւ հոգեվոր կենտրոնին միտումնավոր ուղղվել է։ Հոգեվոր կենտրոնին եւ առաջին հարվածից հետո տարածքում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առաջի հարվածից անմիջապես հետո բերդաքաղաք մեկնեցին նկարահանող խմբեր, ինչպես հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Բոլորի վրա, բոլոր լրատվամիջոցի ներկայացուցիչները կրում էին բոլոր այն պահանջվող ատրիբուտները, որը պահանջվում էր պատերազմի ընթացքում ունենալ լրատվամիջոցի ներկայացուցիչը, որպեսզի իրեն խուսափեն թիրախավորելուց, այսինքն լատիներենով գրված պրեսա, խոշոր տառերով, երևացող այդ ամեն ինչով։ Եվ այս ամենի պարագայում երկրորդ անգամ է թիրախավորվում եկեղեցին։ Ընդ որում երկրորդ թիրախավորման ժամանակ ռմբակոծության այդ կադրերը ֆիքսող օտարերկրյա մի քանի լրագրողներ ստանում են վիրավորում։ Իսկն պետք է նշենք այստեղ նաև, որ միտումնավոր կերպով թիրախավորվել է նաև այդ լրագրողները եւս, քանի որ մինչ ռմբակոծումը ադրբեջանական կողմը օգտագործում էր նաև տեսանկարահանող դրոններ, որոնք կարող են տարբերակել եւ հստակորեն այդ նկարներում, տեսագրություններում երևում է նաև այդ խոշոր տառերով գրված պրեսա արտահայտությունը։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ
Ադրբեջանը միտումնավոր կերպով ցանկացել է ոչնչացնել հիմնովին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Մի շատ կարևոր դիտարկում էլ այդ օրվա հետ կապված։ Այդ նույն օրը թիրախավորվել են նաև Շուշիի մզկիթները։ Սա ես ցանկանում եմ, որպեսզի հատկապես իսլամական աշխարհի ներկայացուցիչները եւս իրազեկված լինեն։ Հետաքրքիր է ինչ նպատակ է հետապնդել։ Նպատակ է հետապնդել ոչնչացնել Շուշիի մզկիթները մեղքը բարթելով հայկական կողմի վրա։ Եվ այս փաստի շարունակությունը Շուշիի մզկիթները թիրախավորվել են նաև 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ Այսինքն փաստացի մենք պետք է նշենք ոնց որ Սուրբ Ամենափրկիչն է թիրախավորվել 2 անգամ։ Նույնն էլ այդ մզկիթներն են թիրախավորվել 2 անգամ, ուղղակի որոշակի տարբերությամբ, այսինքն գրեթե մի ամիս հետո։ Որպեսզի աշխարհը չասի, որ սա հատուկ քրիստոնեական տաճարի դեմ ուղղված ռմբակոծություններ, դա է պատճառը, փաստորեն, թաքցնելով իրականությունը։ Այդ միտումը կար։ Միտումը կար նրանով, որ նախ ցույց տան, որ տեսեք մենք չենք ցանկացել եկեղեցուն թիրախավորենք։ Իդեպ շատ ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, այդ ընթացքում ասում էր պատահաբար է եղել։ Դե պատերազմ է, ռումբերից մեկը պատահաբար կրպել է Սուրբ ոչ պատահաբար թիրախավորվել է։ Պատահական այստեղ ոչ մի բան չկա։ Իսկն դա արվել է միտումնավոր կերպով։ Նման հարվածներ պատահաբար չեն անում։ Իսկն եկեղեցին փոքր կառույց չէ, որ ասես հնարավոր չէ դիտարկել, հնարավոր չէ ֆիքսել։ Իսկն շատ լավ դիտարկվում եւ ֆիքսվում երևում է եկեղեցու ճարտարապետական այդ ամբողջ ծավալը դա ցույց է տալիս։ Եվ հաջորդ փաստը եթե պատահաբար լինի հարված, այդ դեպքում երկրորդ հարվածը ինչի համար էր։ Եվ մեկ կարևոր հանգամանք եւս երկրորդ հարվածի դեպքում եւս գմբեթի վնասված այն հատվածով վար թիրախավորվել դարձյալ, որտեղ եղել է առաջին հարվածը։ Այս է խոսում այն փաստի մասին, որ եղել է ճշգրտված հարված եւ նպատակային հարված։ Այսինքն հարվածը հասցվել է խաչի գմբեթի հատվածում, որպեսզի վերացվի հենց խաչը։ Նպատակը նախ առաջ դա է եղել, ոչ թե ամբողջ եկեղեցին վերացնել, որը կարող են հետո դարձնել մզկիթ կամ ինչ որ, չգիտեմ, գրադարան, չէ՞, իրենց ձեռագրին։ Ամեն դեպքում թե մասնակի կվնասվեր եկեղեցին, թե ամբողջությամբ կպայթեր եկեղեցին։ Փաստը մնում է փաստ, որ եկեղեցին թիրախավորվել է եւ սա պատերազմական հանցագործություններից մեկն է հանդիսանում նաեւ։ Եվ հակասում է միջազգային բոլոր կոնվենցիաներին, որտեղ հստակորեն ֆիքսված է, որ պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք որ ռազմական նպատակներով ոչ մի վտանգ չեն ներկայացնում, եւ ընդհանրապես շեշտված է, որ նման հակամարտությունների պարագայում հուշարձանների թիրախավորումը պետք է բացառվի ընդհանրապես։ Իսկ տվյալ պարագայում 2 անգամ թիրախավորել նույն ֆորում նույն ֆայլում ու զուգահեռ նաև թիրախավորել նաև մզկիթները Շուշիի։ Դա էլ է եղել միտումնավոր։ Պայթեցնեն, որպեսզի մեղքը բարթեն հայկական կողմի վրա։ Լավ, պարոն Ավանեսով, ներողություն եմ խնդրում, տեսեք, եկեք հասկանանք ինչ քարոզչություն հասցրեց դրանից հետո իրականացնել Ադրբեջանը։ Եթե պայթեցրել է, փորձել է վնասել նաև մզկիթները, հա, ինչ քարոզչություն մատուցեց նա աշխարհին։ Տեսեք, դուք նաև միջազգայինորեն այդպես հա ընդունված այդ կանոններին հղում եք տալիս, բայց Ադրբեջանը մենք տեսնում ենք այն երկիրն է, որը բացարձակապես կաշկանդված չէ միջազգային օրենքներով, ավելի վաղ էլ մինչ
2020-44 օրյա պատերազմը, որը շատ լավ հիշում ենք, ինչպես ավերեցին հողին հավասարեցրեցին մեկ օրում Նախիջևանի ջուղայի հրաշք խաչքարերը, որոնք ոչ միայն հայկական բարձր արժեքներ էին, նրանք համաշխարհային մշակույթի գանձեր էին։ Եվ մենք ինչ տեսանք, ընդամենը 1-2 միջազգային կառույցներից մի քանի հայտարարություն, որևէ դատապարտում մենք երբևէ տեսել ենք, ու քանի դեռ չենք տեսնում, Ադրբեջանը սանձարձակ իր այդ քաղաքականությունը շարունակելու է։ Հիմա ինձ համար հետաքրքիր է, եթե հետևել եք, ինչ եք տեսել Շուշիի եկեղեցին ռմբակոծելուց, հետո իրենց այդ մզկիթները ռմբակոծելուց հետո ո՞նց մատուցվեց այդ ամենը իրենց կողմից, ինչ քարոզչությամբ մատուցվեց աշխարհին։ Նախ սկսենք դրանից, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական այդ մշակութային ցեղասպան քաղաքականության տիրույթում մի քանի անգամ է հայտնվել։ 1920 թվականին մարտի 23-ին, երբ որ Շուշիում տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը, այդ ժամանակահատվածում եկեղեցին ևս թիրախավորվեց։ Որոշակի վնասներ եղավ։ 1900 մինչև 92 թվականը մայիսը Բերդաքաղաքի ազատագրումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործում էին որպես գրադի հրթիռների պահպանման պահեստ, որով էլ թիրախավորվել էր Ստեփանակերտը եւ շրջակա միջավայրը։ Օկուպացիայից անմիջապես հետո, Շուշիի օկուպացիայից անմիջապես հետո, դարձյալ եկեղեցին մի քանի անգամ վանդալիզմի ենթարկել, որին քիչ անց կանդրադառնանք։ Ինչ վերաբերվում է մատուցելու պարագային, նախ տարածվեց այն թեզը, թե իբր միտումնավոր ոչ մի բան չի եղել, պատահական ենք մենք խփել։ Այնուհետև շատ արագ այդ թեման փակվեց, ընդհանրապես շատ քիչ հրապարակումներ եղան թիրախավորման հետ կապված։ Մզկիթների պարագայում միգուցե Ադրբեջանը այլ հարթակներում այլ ձևաչափով փորձելու շարքել, բայց ամենայն դեպս իրանք մեծ տիրույթ չտարան այս թեման, շատ լավ հասկանալով, որ այդ ժամանակահատվածում բավականին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Շուշիում առկա են, այնուամենայնիվ փաստը ֆիքսված է եւ նաեւ այդ ականատեսները կներկայացնեն ամբողջական իրողությունը, բայց մենք պետք է բացառենք, որ որոշակի ժամանակ հետո դրանք տեղեկատվական դաշտ չեն ներդի, որտեղ ադրբեջանական տեղեկատվական պատերազմի քաղաքականությունը որոշակի առանձնահատկություններ ունի, կարող է սպասի այնպիսի մի այլ պահի, որ դրա անհրաժեշտությունը ըստ իրենց քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից լինի, նոր դրա մասին հրապարակի։ Աշխարհին սկսեց այլ տեսանկյունից ներկայացնել Ադրբեջանը, ավելի շատ ներկայացնելով, որ վերականգնում է եկեղեցին, սկսեց վերականգնողական չակերտավոր վերականգնողական աշխատանքները, վերացնելով ամբողջությամբ հայկական հետքը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, ոչնչացնելով ցանկապատը, ոչնչացնելով հրեշտակները եկեղեցու, ոչնչացնելով Բաքում տեղադրված խաչքարերը, եւ դրան զուգահեռ մինչ շինարարական իբր վերականգնողական աշխատանքները նախ ադրբեջաներեն գրություններ հայտնվեցին եկեղեցու պատերին, այն հետո ադրբեջանական դրոշ կախեցին, հետո դրանից հետո սկսվեց չակերտավոր վերականգնողական աշխատանքները։ Քարոզչական տիրույթում տարածվում էր այն թեզը, որ սա ոչ թե հայկական, այլ ռուս ուղղափառ եկեղեցի է։ Դրան զուգահեռ տեղեկատվություն տարածվեցին, որ ընդ որում ադրբեջանական որոշ տիրույթներում սոցիալական ցանցերի, որ նպատակ կա եկեղեցին վերածեն մզկիթի։ Բավականին վերջերս հրապարակվել է տեսանյութ եւ լուսանկար, թե ինչպիսի տեսք ունի չակերտավոր վերականգնումից հետո Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ոչնչացված ամբողջ հայկական հետքով ու դիմագծով գրեթե։ Սա խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք քաղաքակրթության թշնամու հետ եւ ոչ միայն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին,
այլ ընդհանրապես բոլոր պատմաճարտարապետական հուշարձանները, որոնց նկատմամբ Ադրբեջանը ոտնձգություններ է անում, սրանով ոչ միայն թիրախավորում է հայկական ինքնությունը մշակութային, հայկական հետքը, այլ սա ուղիղ հարված է համամարտկային արժեքներին։ Բայց աշխարհը լուր հետևում է, աշխարհը բացարձակապես անհրաժեշտ քայլերը չի անում, թեպետ այո, դա համաշխարհային արժեքներին ուղղված քաղաքականություն է։ Աշխարհի լռության պատճառը կամ դա մենք մեր մեղքը չի, մեր մեղավորությունը չի։ Մենք չենք աշխատում, գուցե դա է պատճառը, որ աշխարհը համարժեք ձայն չի հանում, լռում է։ Նախ կան առաջնային միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններ, որոնք անկախ եթե առաջնորդվեին իրենց կանոնադրական սկզբունքներով, ապա չպետք է նային ով ինչ քաղաքականություն է վարում, այլ իրականացնեն իրենց բույն գործառույթ, իսկ դա է պատմական հուշարձանների պահպանումը, իսկ քանի որ իրենք բավարարվում են միայն արողակարգային հայտարարություններով, անգամ դատական որոշումները, թեկուզ միջանկյալ որոշումները մնացել են թղթի վրա ու դրա մեջ պատժամիջոցների, քանի որ վերահսկման մեխանիզմ չկար, ընդհանրապես պատժամիջոցներ չի հետևել այդ ամեն ինչին, ու դա ստեղծել է այդ անպատժելիության մթնոլորտը։ Տվյալ պարագայում պետք է պատասխանատվության ենթարկի ոչ միայն եւ Ադրբեջան պետությունը ամբողջությամբ, որպես այդ ցեղասպան գործողություն իրականացնող, եւ այն անհատները, որոնք այդ վանդալիզմի դեպքերը իրականացրել են։ Մենք տասնյակից ավել դեպքեր ունենք, որ ֆիքսված է վանդալիզմ իրականացող անձանց դեմքը եւ անուն ազգանունը իրականացնել որևէ խնդիր չկա։ Իրավական տեսակետից նաև այդ հանցագործությունը տարածողները եւս հանցակից են այդ հանցագործության։ Մեր անելիքը հետևյալը պետք է լինի, մենք չպետք է սպասենք հերթական վանդալիզմի դեպքի արձանագրմանը կամ հերթական հուշարձանի թիրախավորման որևէ տարելիցին, որ դրա մասին խոսենք։ Մենք ընդհանուր մեր մշակութային ժառանգության մասին ոչ միայն Արցախում, այլ ընդհանրապես պետք է խոսենք անընդհատ ու բոլոր հարթակները օգտագործելով։ Եվ այս ամենը չպիտի արվի որոշ հասարակական կազմակերպությունների եւ ակադեմիական հետազոտող խմբերի կողմից։ Այդ խմբերի կողմից մասնագիտացված փորձագետների կողմից ստեղծվել է ահռելի եւ ստեղծվում է ահռելի գիտատեղեկատվական բազա, որը ունի եւ քարոզչական եւ գիտահանրամատչելի ձևաչափ եւ որը ունի նաեւ լուրջ ակադեմիական հետազոտությունների հիմք եւ ակադեմիական մակարդակ։ Հիմա մնում է, որ պետությունը գիտնականների ստեղծածը ճիշտ կարողանա միջազգային հարթակներում օգտագործել։ Պարոն Ավանեսով, սա է խնդիրը, պետությունը ինչ է անում, դա դուք միայն ձեր ՀԿ-ով կամ մեկ ուրիշ շահագրգիռ գիտնական չի կարող միայն այդ նեղ սահմաններում, ինչ որ մեծ պայքար տեղեկատվական դաշտում պայքար ծավալել, այն էլ Ադրբեջանի պես պետության դեմ։ Հիմա եկեք հասկանանք մեր պետությունն ինչ է անում։ Ես դա եմ ուզում արձանագրենք կամ անում է ինչ-որ բան, թե չի անում ոչինչ, որտեղ խաղաղության պայմանագիր ստորագրելու այդ գործընթացի պոչն են բռնել բառի բուն իմաստով։ Նախ նշենք, որ խաղաղության պայմանագիրը ինքը փուչիկ է, որը վաղուց պայթել է, մենք դրա մասին բազմաթիվ հարցազրույցների ընթացքում անդրադարձել ենք։ Պետական մակարդակով լուրջ որևէ բան չի արվում, ասեմ ավելին, մի քանի անգամ ճեպազրույցների ընթացքում ԱԺ նախագահ եւ այլ արբանյակներ եւ այլն պատասխանելով լրագրողների հարցերին ընդհանրապես ասել են մեզ այդ ամենը չի հետաքրքրում։ Իսկն իրենց չի հետաքրքրում Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է եւ յուրացվում է, անկախ նրա կառուցման ժամանակահատվածից։ Այս իշխանությունը դրանց չի հետաքրքրում Բաքվում պահող մեր ռազմաքաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես մեր գերիներին, այսպես ասենք։ Դրանց այդ ամեն ինչն էլ չի հետաքրքրում։
Բարեբախտաբար որոշ երկրներում մենք ունենք դեսպաններ, որոնք առաջնորդվում են սեփական այդ պրոֆեսիոնալիզմը բարձր գնահատելով եւ հավատարիմ մնալով իրենց աշխատանքին եւ դիվանագետի կոչմանը, գիտակցելով, որ դիվանագետ լինելը չի նշանակում ծառայել իշխանությանը, օրվա իշխանության, այլ նշանակում է, որ դու պետք է ծառայես քո պետությանը։ Այդ դեսպանները եվրոպական որոշ երկրներում ահռելի աշխատանք են տանում իրականում։ Լավ է, եթե այդպեսին կա։ Մենք ցավոք սրտի մատների վրա կարող ենք հաշվել։ Հիմա եթե ասեք կթիրախավորե այս իշխանությունը, ներողությամբ խնդրում, ես Ալեն Սիմոնյանի անունը տվեցիք, ես մի փոքր հիշեցնեմ որոշ բան, երբ որ լրագրողները նրան հարցրել էին, հա, պատմական մեր հուշարձանները ամբողջությամբ ավերելու ադրբեջանական քաղաքականության մասին Շուշիի եկեղեցու հետ կապված, տեսեք ինչ է ասում, այդ ամենի մասին պետք չի խոսել, ասել է ադրբեջանցիներն էլ հայերին են մեղադրում։ Ես չեմ ուզում հիմա մտնել այդ բանավեճի մեջ, ուզում եմ, որ նման շենքերը, պատմությունը օգտագործենք ապագա կառուցելու համար։ Ապագա կա, հասկանում եք, այսինքն նրանց գործելավոճը տեսեք ինչն է։ Այսինքն տեսեք, դուք ասում եք Ադրբեջանը զուգարաբար խփում էր Շուշիի եկեղեցուն եւ խփում էր մամեդական, այսպես ասած, այդ կառույցներին, հա, հոգեվոր։ Հիմա այս մարդը ազգային ժողովի մեր այսպես ժողովը ներկայացնող պաշտոնյան ասում է Ադրբեջանն էլ մեզ է մեղադրում, այսինքն նա բերեց դաշտ արդեն, հայկական դաշտ բերեց ադրբեջանական քարոզչությունը։ Խնդրեմ, այս առնչությամբ կուզեմ ձեր արձագանքը լսել։ Փաստ է, չէ՞, ակնհայտ փաստ։ Դրան քիչ անց կանդրադառնամ, շարունակելով նախորդ միտքը, նշեմ, որ պատերազմից անմիջապես հետո 20 թվականին Էջմիածնում կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվեց Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման գրասենյակը, որը շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է։ Այդ հարցը նաև Կիլիկիո կաթողիկոսության ուշադրության կենտրոնում է եւ համաժողովների բանի ընթացքում տարբեր փորձագետների, այդ թվում նաև Արցախցի մասնագետների, միջազգային գիտաժողովներին վերջերս էլ խոշոր միջազգային գիտաժողովի ընթացքում մեր գործընկերները, այդ թվում նաև Արցախից բանախոսությամբ հանդես եկան ներկայացնելով այդ ամբողջ քաղաքականությունը յուրացումից եւ ոչնչացում։ Ցավոք սրտի, քանի որ չկա այդ ընդհանուր պետական մակարդակի մոտեցումը, մի կողմից եկեղեցին որոշ չափով իր վրա վերցրեց, իդեմս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսությանը, իդեմս մեր մի քանի իրական դեսպանների, որոնք հավատարիմ են իրենց գործերին, մենք ընդհանրական այս պատկերը ունենք եւ պետք է արձագանքելով ԱԺ խոսնակի ասացին հետեւյալը կասեմ նախ, որ այդ ամեն ինչ Ադրբեջանը ոչնչացնում է, դա շենքեր չի։ Շենք ասած ինքը լայն հասկացողություն է։ Շուկայի շենք կա, որտեղ կանաչի են վաճառում, համեմատել շենքի հետ պատմաճարտարապետական հուշարձանը, պատմամշակութային հուշարձանը, անկախ իր կառուցման ժամանակահատվածից, նրանք մեր հայկական ինքնության, մշակութային ինքնության անբաժանելի մասն են կազմում եւ համամարտկային արժեք ունեն եւ անգամ ամեն մի պատմաճարտարապետական հուշարձանի առանձին դետալներ վերցրած ինքնին, որը ահագին հուշարձանների պարագայում գլուխգործոց է։ Դադիվանքի խաչքարերը, զարդանախշերը, Գանձասարը, Ամառասը եւ տասնյակից ավել վանական համալիրներ, բերդեր, ապարանքներ, անթիվ են դրանք։ Այդ հուշարձանների վրա արկա ամեն մի զարդանախշի ուսումնասիրմամբ կարելի է մի հուշարձանի լիարժեք վերլուծության պարագայում իրականում ահագին նման հետազոտություններ կան արած, տասնյակից ավելի գիտական աշխատանքներ գրել եւ այդ ամենը
համեմատել շենքի հետ Գանձասարը եւ Շուշին եւ այլ հուշարձանները, նման արտահայտություն անող մարդը ընդհանրապես կիլոմետրերով հեռու է հայկական ամեն ինչից։ Այո։ Եվ սա բավականին վտանգավոր թեզ է։ Դաշտ բերել ադրբեջանական քարոզչություն, այսինքն մենք սրանով խաղաքարտ ենք տալիս Ադրբեջանին։ Իսկ ես նշեմ հետևյալը, որ տարիներ շարունակ Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում եղել է Արցախի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները։ Եվ դրա վառապացույցը Շուշի վերին մզկիթի վերականգնումն է, որը իրականացման աշխատանքները ֆինանսավորվել է Արցախի կառավարությունը, բարեգործական մի շարք կազմակերպություններ եւ հրավիրվել է իրանցի փորձագետներ նաեւ։ Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ֆոնդովի Հայդար Ալիևի կներեք ֆոնդով, որ իբր այդ մզկիթ վերականգնում են բան, այնտեղ վերականգնելու որևէ խնդիր չկար։ Թամենը սրանով էլ փորձել են իրանական հետքը ոչնչացնել։ Եվ ընդհանրապես, երբ որ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է իբր Արցախի տարածքում իսլամական հուշարձանների ոչնչացման մասին, սրանով փորձում է թշնամանք առաջացնել, նաև Շուշին դարձնելով իսլամական աշխարհի կամ տարբեր ձևաչափ մշակութային մայրաքաղաք, երիտասարդական շրջմիջոցառումների կազմակերպելու եւ նաև թյուրքական աշխարհի, այսպես ասած, փորձում է մի կողմից հայկական հետքը վերացնի ամբողջությամբ, ինչը անում է։ Մյուս կողմից, ինչը ամենակարևոր շեշտադրումներից մեկն է, որին պետք է մենք ուշադրություն դարձնենք ընդհանրապես, սեպ խրել իսլամական այն երկրների միջև ու մեր մեջ, որոնք բարեդրացական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ։ Եվ ես ուզում եմ հստակորեն արձանագրել հետևյալը, որ այդ հուշարձանները, որը ոչ հայկական հուշարձաններ էին, մահմեդական հուշարձաններ էին Արցախի տարածքում, Շուշիին նշեցինք, որ վերականգնեց։ Կներեք, լինելով մամեդական, դրանք ադրբեջանական էին, թե պարսկական։ Դրանք ադրբեջանի ընդհանրապես կապ չունեին։ Դե ուրեմն եկեք արձանագրենք, որ նրանք հարվածել են պարսկական մշակութային հոգևոր գոթողներին։ Ավելին Ադրբեջանը կապ չունի այնքան այն տարածքի հետ, որտեղ որ ժամանակից Ադրբեջան պետությունն է։ Սա այլևս պետք է արձանագրենք։ Եվ մի հետաքրքիր դրվագել էս կոնտեքստի։ Եվ այս ամենին զուգահեռ Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իբր մշակութային ցեղասպանության, մշակութային ժառանգության ոչնչացման հոդվածներ են ներկայացրել։ Եվ սա այն պարագայում, երբ որ այդ նույն ղեկավարների ժամանակ պետական միջոցներով մզկիթ է վերականգնվել, պահպանելով գիտական եւ հուշարձանների վերականգնման բոլոր չափանիշները, նաեւ իրանցի փորձագետների ներգրավումով։ Եվ նաեւ Ռուբեն Վարդանյանը, որը մինչ տվյալ ժամանակահատվածում իր ղեկավարած բարեգործական կազմակերպություններից մեկը եւս իր աջակցությունն է կարծեմ ունեցել, այսինքն այդ անձիկ ոչ թե ոչնչացրել են, այլ պետական եւ մասնավոր միջոցներով պահպանել են նատուշացները։ Անավանեցավ, այստեղ մենք ես իմ բացման խոսքով իզուր չասացի, որ սա արժե համակարգի եւ սա տեսակի պատերազմ է։ Հայ մարդը ստեղծող է, նա ստեղծող մարդը բնիկ ամուր իր հողին կարճած, նա երբեք չի կարող ոչնչացնել։ Քոչվորին է բնորոշ
մյուսի, հա, հարևանի, դրկիցի ունեցվածքը ոչնչացնելը կամ յուրացնելը։ Հիմա մենք պարզ սխեման է, դա որի շրջանակում գործում է այսօր Ադրբեջանը, կամ պիտի քանդի ոչնչացնի հայկական հետքը սեփականը ամրացնելու համար, կամ պետք է ուղղակիորեն յուրացնի, ինչ process, ինչի հետ մենք այսօր ամբողջ Արցախի տարածքում գործ ունենք, մինչ եթեր մտնելը դուք մի ձևակերպում արեցիք, այսօր ուղղակիորեն ասացիք գնում է Արցախի մահմեդականացում։ Դա այսինքն քրիստոնյա հետքի ամբողջությամբ ոչնչացում, բայց միաժամանակ ոչնչանում են, մենք արձանագրենք նաև մահմեդական հանձին պարսկական կոթողները, այսինքն սա մենք պետք է հստակ արձանագրենք, դրանք չեն եղել ադրբեջանական, ինչ Ադրբեջանի սեր Աստծո, հա, դրանք եղել են պարսկական մզկիթներ եւ հիմա դրանք զուգահեռաբար նաեւ մահմեդականն են ոչնչացնում կամ իրենց վերագրում։ Մենք պետք է այս մասին շատ բարձր խոսենք բոլոր հարթակներից, ինչը դարձյալ ցավոք չի արվում։ Միանշանակ եւ այս ամենին զուգահեռ այն աստիճանի է հասել Արցախի մամեդականացման իսլամացման քաղաքականությունը, ես քիչ առաջ նշեցի երկու հիմնական պատճառ ինչի համար են այս ամեն ինչ անում, որ նա կառուցում են մզկիթներ այնտեղ, որտեղ մզկիթներ երբևիցե չի եղել, Բերձորում, Հադրութում, Քարին տակում, ընդ որում այն հատվածներում են մզկիթներ կառուցում, որ պատմաճարտարապետական հուշարձաններ են եղել կամ դրանց մերձակայքն է եղել։ Այսինքն հայկական հուշարձանների կողքը կամ հայկական հուշարձանների վրա, հայկական հուշարձանների մերձակայքում, պատմական դիմագիծ ունեցող շենքերի տարածքում։ Ասեք Շուշի նորակառույց մզկիթ, որ նախագիծը հրապարակվել է, եւ հարակից հրապարակ եւ հարակից այլ կառույցներ են կառուցում, տեղակայված է լինելու ոչնչացված հայոց ցեղասպանության, հայանական պատերազմի եւ արցախյան պատերազմի հուշահամալիրի տարածքում։ Բերձորի մզկիթը, որը կառուցվում է, գտնվում է եղել է այդ մերձակա հատվածը 100-ամյակին ստեղծված պուրակ եւ ընկնում է նաեւ նրանց քիչ ներքև եղել է Սուրբ Ամբարձման եկեղեցին եւ այդ ամբողջը մեկ ընդհանուր մշակութային լանդշաֆտ ունի, այսինքն բոլոր հատվածները, որտեղ ոչնչացնում են մշակութային դիմագիծ կամ ճարտարապետական հետաքրքիր կառուցվածք ունեցող պատմական դիմագիծ ունեցող հուշարձաններ, այդ հատվածներում հիմնականում մեկ այլ գործընթացել է իրականում անում Ադրբեջանը, տեղադրում է վիրտուալ մզկիթներ Google տեղորոշիչ քարտեզների վրա։ Որոնք չկան, բայց մենք քարտեզների վրա երևում է բնակավայրեր ենք ուսումնասիրել, մեր գործընկեր Monuments Watch ակադեմիական հարթակն էլ դրա մասին մի քանի հրապարակում ունի արած։ Մենք դիտարկել ենք հատկապես Շոշ գյուղի վերաբերյալ այդ հրապարակած քարտեզները Արբանյակ Google տեղորոշիչ եւ տեսել ենք, որ բնակելի տներից մեկը ներկայացված է որպես մզկիթ։ Հենց այդ նույն բնակելի տան հարակից հատվածում մերձակայքում կա նաեւ գյուղի եկեղեցիներից մեկը։ Եվ նման տասնյակ դեպքեր կան, այսինքն Պարզ է, Ադրբեջանի քարոզչական հնարքներից մեկն է, ես կխնդրեմ անդրադառնանք նաև հետևյալին, Շուշիի պատմական գերեզմանոցը ամբողջությամբ ավերված է այսօր։ Գրեթե այսպես ասենք, Շուշիում հայկական գրեթե ոչինչ չի մնացել, ցավոք սրտի պետք է սա արձանագրենք։ Պատմական գերեզմանոցների զգալի մաս, թե ասենք եթե ինչ-որ բաներ մնացած լինի այդ գերեզմանոցներից շատ չի, միգուցե մի երկու կամ մի քանի գերեզմանակար մնացած լինի, բայց հիմնական մասը ավերված է եւ սրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, այդ նաեւ Կովկասյան ժառանգության մշտադիտարկում իրականացնող հարթակն է անընդհատ տեղեկատվություն հրապարակում եւ մի քանի անգամ են իրենք արձանագրվել Շուշիի գերեզմանների նկատմամբ այդ ֆոտոմզգությունները, ընդ որում գերեզմանակայրը
ինչպես Արևմտյան Հայաստանում, ինչպես Նախիջևանում, ինչպես խորհրդային ժամանակահատվածում այդ ձեռագիրը նույնն է, Ադրբեջանը շինարարական նպատակներով օգտագործում է։ Կամ պայթեցնում ամբողջությամբ քերում է խաչը, մաքրում ամբողջությամբ։ Ամեն դեպքում որպես շինանյութ է Շինանյութ է օգտագործվում։ հա։ Տեսեք, ես արցախցիներից մեկից լսել եմ, որ ջրականում մինչ պատերազմը հայկական Արցախի այդ փուլում եղել են գերեզմաններ, ադրբեջանցիների գերեզմաններ են եղել եւ այդ անձը շեշտում էր, որ մենք երբեք չենք ոչնչացրել այդ գերեզմանները։ Ստեփանակերտից անգամ ուսանողներին տարել են Շուշի եւ այլ շրջաններ այդ գերեզմանները խնամելու բարեկարգելու համար։ Սա տեսակի կռիվ է իսկական, էլի, որ ես լսեցի, ուղղակի ցնցված էի։ Այդ մասին պիտի խոսենք, բան առնես։ Գիտեք, ամբողջ քննիքը կայանում է նրանում, որ երբ որ տարբեր հասարակական կազմակերպությունները Արցախի բնականաբար հուշարձանների եւ նման կարգավիճակ ունեցող տարածքների մաքրում, ինքը բավականին առանձնահատկություններ ունի եւ առանց մասնագիտական խորհրդատվության գրեթե չի արվում, եթե խոսքը ասենք գերեզմանոցների տարածքները հնարավոր է առանց որևէ խորհրդակցության մաքրել։ Դե խոսքս վերաբերմունքի մասին է, տեսեք, հայ մարդը գնում է թշնամի երկրի, հա, գերեզմանոցը մաքրում է, այսօր ավերում են հիմնահատակ։ Ինչի վրա եմ տանում այս խոսակցությունը, որ տարբեր գյուղերում, որտեղ որ ադրբեջանցիներ բնակվել են, եղել են խորհրդային տարիներին, եւ գյուղի գերեզմանոցների տարածքներում ունեցել են առանձին գերեզմանոցներ, եթե տարածքը տվյալ հատվածը ամբողջությամբ բերել ադրբեջանցիներով, ասպես կոչված ադրբեջանցիներով բնակեցրել են, այսինքն նման ազգույցներ չունի։ 36 թվականին արհեստականորեն ստեղծվել է ու թանրապես դիտողոսակիր ազգ կոչել չեն կարող իրանց։ Նման բան չի արվել, այսինքն իրոք սա տեսակի բան է։ Մի շատ կարևոր հանգամանք էլ ասեմ, որ հիմա այն վայրերում, որտեղ որ sense մեդիաշոուներ անում Ադրբեջանը, ցույց տալով իրենց գերեզմանոցները ակնայի հատվածում, այլ բնակավայրերում, հատկապես որ իբր հայերը ոչնչացրել են, օկուպացիայից հետո ադրբեջանցիք կոչեցյալները հենց իրենք հատուկ ոչնչացրել են իրենց իսկ գերեզմանները, սա ադրբեջանական ձեռագիր է։ Խոջալուն հիշեցի։ Խոջալուի դեպքերն ինչպես էր, իրենք իրենց բնակիչներին սպանեցին, հետո աշխարհով մեկ սարքեցին Խոջալուի ցեղասպանություն։ Իրական դեպքերը լուսաբանող լրագրող Չինգիզով, որին որպես ադրբեջանի հերոս են հիմա ներկայացնում, սպանել են ադրբեջանցիները հենց։ Եվ նմանատիպ օրինակները սպանեցին, որովհետև նա հստակ ասում էր, որ տասնյակից ավել են նմանատիպ ադրբեջանի իշխանությունների կողմից է իրականացված օրինակները, եւ սա հասկանալի է, տեսեք, ես քանի որ դուք մեկ դրվագով հիշեցիք Ադրբեջանի, որ չի եղել 1936-39 թվականին խորհրդային սահմանադրության մեջ առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի եզրույթը եւ Ադրբեջան պետություն, հա, այդ եզրույթը Ստալինի շրջանում, եւ դա մենք գիտենք քաղաքական ինչ նպատակներ էր հետապնդել, դա Թուրքիայի նպատակն էր Իրանի այդ հատվածին անունը ատրպատականի անվան համարժեք անունը դնելու, որպեսզի հետո եւ այսօր այդ նույն քաղաքականությունները գնում է պահանջում են, հա, մտքներում կա այդ տարածքը զավթելու։ Հիմա տեսեք մի շատ կարևոր բանի մի թեթև էսպես փոքր ինչ շեղվելով, բայց նույն հարթության մեջ մնալով մեր խոսակցության զրույցի հետ կապված, տեսեք, որոշ մարդիկ կան, որոնք վերջի շրջանում հանրայնացում են, հրապարակել են փորձում իբր թե 1897 թվականներին ցարական Ռուսաստանում իրականացված մարդահամարի այդ փաստաթղթերում եղել է ադրբեջանցի եզրույթ։ Գիտեք, այնտեղ կարող է թաթարներ լինել, կովկասյան թաթարներ, տարբեր ազգություններ, բայց ես ուզում հասկանալ, ասենք ինչ երևույթի հետ մենք գործ ունենք, կարող էր 1897 թվի
փաստաթղթերում ադրբեջանցի եզրույթը լինել, երբ դա արձանագրում ենք 1936-39-ին է եղել, եւ ինչ միտում է սա հետապնդում, մանավանդ երբ հայ մարդկանց ձեռքով է այդ փաստը ճակերտում ասված շրջանառվում, այս ինչի մասին է խոսքը։ Բարեբախտաբար մեր ավագ գործընկերներ, պատմաբաններ այս թեմային բավականին փաստարկված կերպով անդրադարձ են, հավելյալ մեկ անգամ ևս նշենք, որ Ադրբեջան որպես պետություն արհեստացի ձևավորվել է 1918 թվականին։ Մինչ այդ ցանկացած քարտեզի վրա, ցանկացած հրապարակումով, որտեղ կհանդիպվի Ադրբեջան կամ ադրբեջանցի եզրույթ, խոսքը վերաբերվում է բացառապես Իրանի հյուսիսում գտնվող Ատրպատական նահանգին, որը նաև Ադրբեջան անուն ունի։ Այլ դիտարկում, այլ բանով չենք կարա դիտարկենք եւ չենք կարա դա ընդունենք։ Ադրբեջանցի որպես ժողովրդի այսպես կոչված անվանում տրվել է 1936 թվականին նրա մի քանի նկատառումներով, նաև նրա համար, որ կար պետություն, բայց չկար դիտողոսակիր ազգ։ Հիմնական կիրառությունը այդ եզրույթի սկսել է 1939-40-ական թվականներին։ Իսկն խոսել 1800-ական թվականների մասին, ինչ-որ ադրբեջանցիների մասին, այն էլ ժամանակակից Ադրբեջանի տարածքում, դա պատմական իրողությունների փաստերի հետ որևէ աղերսներ չունի։ Կա երկու, երբ որ ասում ենք, ասենք ադրբեջանցի, նախ դրա տակ հասկանում ենք անձ, ով այդ աշխարհագրական հատվածից է Ադրբեջանի պարագայում։ Սա ավելի շատ աշխարհագրական տեղանքից լինելու փաստն է ֆիքսում, եզրույթ է, քան ազգի այն էլ դիտողոսակիր։ Մենք պետք է ֆիքսենք ադրբեջանցի եզրույթը 1939-40-ական թվականներից սկսվել։ Մինչ այդ հիմա կարող են մեկ այլ փաստաթուղթ 1500 թվականի տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս։ Այնպես սիրուն նկարել, որ բնօրինակից չտարբերվի։ Photoshop-ով։ Օրինակ ասում էին, որ այդ փաստաթուղթը Photoshop-ով արված փաստաթուղթ է, որը դրվել է շրջանառության։ Ամեն դեպքում ես խորհուրդ կտայի մեր հայրենակիցներին դուրք չտալ նման գործելավ ոչին, եւ կան տասնյակից ավել իրական կարևոր վարժեքավոր փաստաթղթեր, որոնք պետք է շրջանառվի։ Դրանք շատ ճիշտ խորհուրդ տվեցիք, բայց ես կուզեմ նաև անդրադառնանք հետևյալին, դեպ ասեմ, որ իմ համոզմունքը այն է, որ այս իշխանության հակահայկական, հակաարցախյան քաղաքականության հետևանքն են նման դրսևորումները։ Ես նախ անցած տարիներին նման բան չէի տեսել, որ հայը իհարկե եղել են դեպքեր, բայց իրենց հայրենասեր անվանող հայը կարող էր նման փաստաթղթեր շրջանառել, հիմա ամեն ինչ անում են, որովհետև արդարացված է դառնում, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող ասի, իրանք կարող են չասեն, ինչ իմանաս, ինչ շահեր կամ ինչ նպատակներ ունեն այդ ամենը անելուց, բայց հիմա տեսեք Փաշինյանը խորհրդարանում այն ժամանակ, երբ Արցախում պատերազմ էր, հա, այդ իրավիճակներից հետո, երբ Շուշին հանձնվեց, երբ հազար ու մի հարց էր հնչում, ինչու դա իրականում հանձնում էր, թե գրավեցին, կարողացան գրավել, թե ուղղակի սկուտեղի վրա մատուցվեց մեր բերդաքաղաք, այս հարցերի ամբողջ տարափի ժամանակ Փաշինյանը հայտնի ձևակերպումը հնչեցրեց, դժգույն դժբախտ քաղաք լինելու մասին եւ այսպեսի մի միտք արտահայտեց։ Այսինքն, ասեց Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Հետո երբ խորհրդարանում ընդվզում եղավ նրա այս ձևակերպման վրա, դառնալով իր քաղաքական հակառակորդներին ասաց, այսինքն ուզում եք ասել, որ 90 եւ ավել տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին հայկական էր իր կարգավիճակով։ Եվ փաստորեն ինչ է ստացվում, պարոն Ավանեսով, հանձնեցին
Եվ հետո այդ նույն հանձնողը կասկածի տակ դրեց Շուշիի հայկականությունը։ Գիտեք, սա մեր համար ամենամեծ ողբերգությունն է։ Մենք խոսում ենք այն մասին, թե ոնց է ոչնչացնում Ադրբեջանը հայկական հետքը ամբողջ 5000-ամյա հայկական Արցախից, բայց մենք մոռանում ենք, որ սկսենք պիտի հենց սրանից, որտեղ մեր ներսում են դրա համար հիմքեր ստեղծողները։ Ձեր արձագանքը։ Նախ սկսենք նրանից, որ անդրադարձել ենք Շուշիում 1920 թվականի մարտի 23-ին տեղի ունեցած ցեղասպանությանը։ Այնտեղ չպետք է մոռանանք ու պետք է անդրադառնանք կարևոր մի հանգամանքին։ 1988-89 թվականին Շուշիի հայերին բռնի տեղահանել էին։ Եվ ընդհանրապես Շուշիի հետ կապված բազմաթիվ փաստաթղթերի ժողովածուներ կան, այդ թվում նաև եւ հայերեն եւ ռուսերեն։ Մեր գործընկեր Կաչար գիտական կենտրոնի դեմս ղեկավար Մեհեր Հարությունյանի մի քանի գիտաժողովներ են նախաձեռնել եւ փաստաթղթերի ժողովածու էլ կա, այդ ամեն ինչը փաստող, ապացուցող։ Եվ կան մարդահամարի հրապարակված տվյալներ։ Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ այդ ժողովրդագրական պատկերը Շուշիում 88-89 թվականին փոխել են բռնի տեղահանության հետևանքով, իսկ ինչ վերաբերվում է հետո դրանից հետո մարդահամար չի եղել, վերջին մարդահամարը եղել է 1989 թվականին, այնուհետև Խորհրդային Միությունը փլուզվել է, այնուհետև Շուշին ազատագրվել է։ Սրանք կեղծ օրակարգեր են, որոնք հայկական օրակարգի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Երկրորդը Շուշին իր պատմական անցյալով եւ դրանից ամբողջ պատմությամբ, ոչ միայն անցյալով, ամբողջ պատմությամբ մշակութային գիտական առումով տարածաշրջանում կարևոր դեր էր խաղացել։ Ամբողջ տարածաշրջանում բավական տևական ժամանակ եղել Թիֆլիս, Շուշի, Բաքու, եղել այս եռյակի առանցքում։ Եվ մի շատ կարևոր դիտարկում էր։ Օտարերկրյա բազմաթիվ ճանապարհորդներ եւ ովքեր տարածաշրջանում եղել են, Շուշիում եղել են, Շուշին համարել են Կովկասի Փարիզ։ Մի շատ կարևոր հանգամանք է։ Նաև Մարգարիտը, չէ, այդպիսի ձևակերպում կա։ Շուշի ուսումնական հաստատությունների ծրագրերը ռեալական եւ այլ ուսումնարանների եւ ընդհանրապես կրթական ծրագրերը համահունչ էին եւ որոշ առումով էլ գերազանցում են եվրոպական որոշ չափորոշիչներին։ Օտար լեզուների հիմքով տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնում։ Բազմաթիվ բարբերական մամուլ հրապարակելով, բազմաթիվ տպարաններ գրքեր հրատարակելով, ունենալով պատմաճարտարապետական յուրահատուկ դիմագիծ, տարածաշրջանում խաղալով ռազմաքաղաքական կարևոր նշանակություն։ Եվ օտարերկրյա անգամ ռազմական գործիչները տարբեր ժամանակաշրջանների բավականին մեծ կարևորություն են տալիս Շուշիի աշխարհագրական եւ ռազմաքաղաքական այդ դիրքին։ Եվ պատահական չէ, որ տալիս են այդ ձևակերպումը, որով դիրեց Շուշին ոչ միայն գտիրի Արցախին, այլ ամբողջ տարածաշրջանը գրեթե վերահսկելու հնարավորություն կունենա։ Նման բնակավայրին անվանել դժգույն, դա կարող է անել միայն այն անձով հայկական օրակարգի եւ հայկականության հետ որևէ առնչություն չունի, անկախ տվյալ անձի կարգավիճակից։
Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ներկայացրեցիք եւ շնորհակալ եմ շատ կարեւոր այդ հարցին խորքային պատասխանի համար եւ ամփոփենք այսօրվա մեր այս զրույցը։ Այսօր Շուշին հայկական չէ, ցավալի փաստեր ներկայացրեցիք, ներկայացնելով նաեւ անհրաժեշտ լուսանկարները, մենք պատկերը տեսանք ողբերգական ուղղակի, ողբերգական այն իրողությունը, որ հայկական Շուշին մշակութային մեր կենտրոնը դարերի այդպես որտեղ այո հայկական միտքն է էփվել եւ բոլորովին պատահական չէ պարոն Ավանեսը, որ Ադրբեջանը հենց թիրախավորեց 44-օրյա պատերազմի ընթացքում թիրախավորեց հենց Շուշին, բոլորովին պատահական չէ, որովհետեւ Շուշիի հայկականությամբ ամրագրվում է նաեւ Արցախի հայկականությունը, ոչնչացնել Շուշիի հայկականությունը արդեն հանգիստ կարելի է ոչնչացնել նաև ամբողջ Արցախի քրիստոնեական դեմքը աղճատել, ինչը եւ այսօր կատարվում է։ Այս ողբերգական եւ աղետալի իրավիճակում գտնվող մեր պետությունը մենք նաև արձանագրեցինք, որ համարժեք իշխանության մասին է խոսքս, համարժեք որևէ քայլ չի անում, դուք էլ նաև հստակ մեկնաբանեցիք, թե որ ինչ կարող ենք սպասել մարդկանցից, ովքեր բացարձակապես կապ չունեն հայկականության հետ, ընկալման հետ։ Լավ, հիմա ինչ պիտի անենք մենք։ Այն հատվածը հայ ժողովրդի, որ հրաշալի գիտակցում է, նաև այն գիտական հատվածը, որի ներկայացուցիչն եք նաև դուք։ Ինչ պիտի անենք, որպեսզի գոնե մասամբ բռնենք այս չարագործի ձեռքը, մինչև ես վստահ եմ մենք հետ ենք դառնալու, մենք գնալու ենք, մենք վերադարձնելու ենք մեր Արցախ աշխարհը։ Անհնար է, այլ բան չի կարող լինել, նաև քաղաքագետներն են շատ ճիշտ գնահատական տալիս, որ Արցախի գրավումը Ադրբեջանի կողմից բացարձակապես չի նշանակում, որ նա հարցերը լուծեց։ Բոլորովին հակառակ հակամարտությունները ավելի լարվելու են, պայքարը շիկացած է լինելու տարածաշրջանում։ Այնպես որ հայկական Արցախը ձեռնտու է շատ պետությունների, այդ թվում Իրանին, այդ թվում Ռուսաստանին, այստեղ գործ ունենք միայն ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերի հետ, դա չի կարող հարատև լինել։ Հետևաբար ինչ պետք է անենք, եկեք մենք մեր բանաձևենք, մեր անելիքը, մի կողմ թողնելով Փաշինյաններին, Ալեն Սիմոնյաններին, նրանց տեսակը գիտենք։ Մենք ինչ պիտի անենք, մինչև այս փոթորկալից իրավիճակը անցնի եւ կարողանանք հետ բերելուց հնարավոր լինի վերականգնել, թե մենք ամբողջությամբ փոշիացված վիճակում ենք տեսնելու մեր ժառանգությունը։ Բնականաբար, եթե տևական տևեց օկուպացիան, բնականաբար ցավով պետք է արձանագրենք շատ քիչ բան կմնա հայկական ժառանգությունից։ Բայց մենք պետք է մի քանի կարևոր բանաձև ու ձևակերպումներ ունենք մեր օրակարգում եւ առաջնորդվենք դրանով։ Նախ նշենք, որ Արցախը պատմական Արցախը, ես նկատի չունեմ միայն Արցախի հանրապետությունը, բռնազավթված է ժամանակավորապես։ Անկախ այն ձևախեղումներից, ինչ Ադրբեջանը կոչեցյալ այս արհեստացին կազմավորումը անում է Շուշիում եւ այլ բնակավայրերում, չդադարենք խոսել այդ բնակավայրերի հայկական լինելուց եւ պատմական մեր կենսատարածքի բաղադրիչ չհամարելուց։ Հաջորդ ամենակարևոր մեր անելիքը ինչն է, որ մենք այս ամենի մասին չպետք է խոսենք միայն հերթական տարելիցներին, հերթական իրադարձության օրերին կամ հերթական վանդալիզմի դեպք արձանագրելուն, ցավոքսորտի օրական 10 դեպք է արձանագրվում։ Մենք պետք է խոսենք անընդհատ, խոսենք ոչ միայն ոչնչացված մշակութային ժառանգության մասին, խոսենք ամբողջ ժառանգության մասին, որը ոչնչացման վտանգի տակ է, խոսենք Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին, սա ևս շատ կարևոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում, բնական է, սրանով մենք չենք տարանջատում ընդհանուր հայկական կենսատարածքից, կենսակերպից, ուղղակի պետք է արձանագրենք, որ հայկական յուրաքանչյուր բնակավայր ունի իր առանձնահատկությունները, որը
որով ինքը յուրօրինակ է այդ ներկապնակի մեջ եւ դրանով է իսկ ամբողջանում այդ ներկապնակը եւ ամենակարևորը մենք գործընկերներով տարիներ շարունակ այս մասին խոսում ենք եւ կա անհրաժեշտություն ազգային օրակարգով մտածել այլ կերպով ձևակերպված ղեկավար կազմիշխանություն ունենալու պարագայում որոշակի հարցեր քրեական օրենսգրքի դիրույթ տեղափոխել ամենաառաջնայինը դա ես եւ իմ գործընկերները հարցազրույցներում տարիներ առաջ բանացել ենք որ հայկական ցանկացած տարածքի 1 միլիմետր անգամ հայկականությունը կացկածի տակ դնելը պետք է համարվի քրեական հանցագործություն Այո եւ նման արտահայտություն անողը ցմահ պետք է զրկվի ընտրովի կամ նշանակովի պաշտոններից եւ ընդհանրապես լսարանի հետ աշխատելուց եւ այլ կարևոր սկզբունքային հարցերում ընդհանրապես չլինել ներգրավելուց եւ ամենակարևորը ես խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հետեւյալի մասին նաեւ որ Արցախը դա զուտ տարածք չէ որ որոշները ձևակերպում են տանք բարձրենք հանգիստ ապրենք Արցախի հանրապետության տարածքը եղել է մոտավորապես 12000 քառակուսի կիլոմետր 90-ականներից մինչև 23 թվականի Արցախի բռնազավթումը այս ամբողջ պատերազմական շղթան ու միջանկյալ այդ իրավիճակը մեր բոլոր կորուստները մեր հարազատները մեր երեխեքը անկախ տարիքից ու անկախ սերից կազմում է մոտավորապես 12000 եթե ոչ ավել Սա խոսում այն մասին, որ մենք ունենք հետ վերադարձնելու սրբազան տարածք, որի ամեն մի քառակուսի մետրի հայկական պահելու, հաջորդ սերունդի փոխանցելու համար մենք զոհեր ենք տվել, կյանք ենք տվել այդ ամեն ինչ պահելու համար եւ ամեն մի քառակուսի մետրի վրա կա թափած հայրենիքը պահող հայի տեսակի արյուն եւ տարբերակել թե արցախցիները չեն կռվել ասում եք ուտես տարանջատումը ես ուղղակի խորհուրդ կտամ այս բանաձևը մտորելուց ուղեղում ֆիքսելուց բացի ցավոք սրտի բռնազավթված է Ստեփանակերտ գնալու հնարավորություն չունենք Փանտարեք համացանցում Ստեփանակերտի եւ Արցախի մյուս բնակավայրերի եղբայրական գերեզմանոցներն ու պանթեոնի նկարները իրական պատկերը կտեսնեք եւ ամենակարևոր խորհուրդը ինչ ես կուզենայի տալ անկախ թե մեր զոհված հայրենակիցները Արցախից էին թե Ամերիկայից էին թե այլ տեղից էին որոնք ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ այլ եկել ծառայել եւ մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործընթացին սա մեր պատմական կենսատարածքն է ամբողջությամբ եւ մի շատ կարևոր հանգամանք էլ արցախցիները մշտապես պայքարող են եղել եւ Սարդարապատ եւ այլն վառ օրինակ մենք չպետք է տարբերակում դնենք
չկա նման մենք հայ ենք եւ եթե ասում ենք արցախցի, սյունյացի կամ լոռացի, այս արտահայտությունը պետք է լինի ուղղակի տվյալ անձի իր այդ բնակավայրից լինելու փաստը արձանագրող եւ ոչ ավելին։ Ու ամենակարևորը հիշեք մի շատ կարևոր հանգամանք եւս։ Կա խաղաղության մի բանաձև։ Ես սիրում եմ բոլոր հարցազրույցները եզրափակել այս բանաձևով։ Այս բանաձևը տվել է մեր լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Չկա լիարժեք խաղաղություն առանց հայի հաղթանակի։ Հիշենք սա։ Շնորհակալ եմ, ինչպես միշտ հետաքրքիր, գիտական փաստերով հարուստ բազմակողմանի ձեր վերլուծության համար։ Շնորհակալ եմ, պարոն Ավանեսյան։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք տաղավարում ես հյուրընկալել էի հայկական լեռնաշխարհի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովին։ Լավ եղեք, կհանդիպենք։